Ողջունում եմ ձեզ սիրելի Աստծո ժողովուրդ։ Ես հավատում եմ, որ այսօր Տերը գերբնական ձևի կօգնի քեզ։ Ես ցանկանում եմ այսօր քո հետ կիսվել մի շատ կարևոր թեմայի մասին։ Իհարկե, Աստվածաշնչում բոլոր թեմաներն են կարևոր, բայց այս թեման իմ համար շատ կարևոր է եւ սրտումս ունեմ ուղղակի կիսվելու քո հետ։ Եվ այս թեման կոչվում է «Մինչև վերջ գնալու գաղտնիքը» կամ «Ճանապարհ դեպի հաղթական վերջ»։ Գիտես, Աստվածաշունչը տալիս է մեր համար շատ լավ օրինակ եւ հենց ամենասկզբից ցանկանում եմ այստեղը կարդալ քեզ համար երկրորդ Տիմոթեոս թուղթ 4 գլուխ 6 եւ 7 խոսքերը։ Այստեղ գրված է Պողոս առաքյալի խոսքերը. «Որովհետև ես արդեն նվիրվում եմ եւ իմ բաժանվելու ժամանակը հասած է»։ Տեսա 6-րդ խոսքն է եւ այստեղ այս խոսքում ասում է, որ արդեն վերջ, ես գնում եմ, ես արդեն իմ ճանապարհը, արդեն իմ կյանքը ապրել եմ, արդեն ինչ որ ես պետք է անեի, արել եմ։ Եվ նա խորհուրդ է տալի, նա լավ օրինակ է թողում մեզ, եւ իհարկե ես հավատում եմ, որ շատ քրիստոնյաների, շատ ծառայողների համար սա կարևոր է։ Ինչպես անել, ինչպես ապրել, որ մինչև վերջ գնալ, մինչև հաղթական ավարտը ունենալ, որ վերջում կանգնել Աստծո առաջ եւ չամանչել։ Կանգնել Աստծո առաջ եւ համոզված լինել, որ այդ գործը, այդ ծառայությունը, որ Տերը տվել էր, որ մինչև վերջ անենք։ Ես հավատում եմ, որ Տերը կանչել է մեզ, որ մենք ծառայությունը մինչև վերջ անենք, ոչ թե կիսատ թողենք, ոչ թե կեսից նահանջողներ լինենք, այլ մինչև վերջ գնացողներ լինենք։ Եվ այստեղ հաջորդ խոսքում, 7-րդ խոսքում նա բացում է գաղտնիքը 3 բան։ Եվ այսպես, բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի եւ հավատքս պահեցի։ Ես այսօր խոսալու եմ այս 3 բաների մասին, մի փոքր փորձելու եմ բացել, ինչ է նշանակում պատերազմը պատերազմել, հավատքը պահել, ընթացքը անցնել։ Սրանք կարևոր դետալներ են ամեն մի քրիստոնյայի համար։ Եվ ես ցանկանում այս խոսքով կիսվել քեզ հետ եւ հավատում եմ, որ սա շատ օգտակար կլինի քեզ քո կյանքի, քո ծառայության համար, քո ապրած օրերի համար, որովհետեւ դու հասկանաս ինչ է կատարվում քո շուրջը։ Գիտես, երբ որ անորոշություն է, մենք չենք հասկանում ինչ է կատարվում մեր շուրջը, մենք չենք կարողանում գտնել լուծումները, ելքերը։ Բայց երբ որ մենք հասկանում ենք ինչ է կատարվում մեր շուրջը, մենք այդ ժամանակ շատ հստակ ձևի կարողանում ենք գտնել բոլոր հարցերի պատասխանները եւ բոլոր խնդիրների լուծումները։ Եվ այսպես, առաջինը բարի պատերազմս պատերազմեցի։ Գիտես, առաջի հերթին ուզում եմ քեզ ասել, որ ինչպես որ Աստծո խոսքն ասում, որ մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չի, այսինքն մեր պատերազմը մարդու դեմ չի։ Այո, բայց սա միևնույն ժամանակ ցանկանում եմ մի ուրիշ տեսակետից քո ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա, որ մենք պատերազմի մեջ ենք։ Եթե դու ուզում ես քո կյանքում ունենալ հաղթանակներ, դու պետք է ունենաս պատերազմներ նույնպես։ Եթե դու ուզում ես, որպեսզի քո կյանքում մեդալներ ունենաս, հա, եթե դու ուզում ես, որ Հիսուսը գովա քեզ եւ ասի բարի եւ հավատարիմ ծառա, եւ ինչպես որ հայտնության եկեղեցիներին ուղղված թղթերի վերջում գրված է հաղթողները, 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 սիրելիս, առանց պատերազմի չկա ոչ մի հաղթանակ։ Առանց պատերազմի չկա ոչ մի մեդալներ, ոչ մի շքանշաններ։ Եվ այսպես, ինչպես որ Պողոս առաքյալն է գրում, իմ բարի պատերազմը պատերազմեցի։ Սիրելիս, մենք պատերազմի մեջ ենք։ Մենք ամեն ժամանակ քրիստոնյաները պատերազմում են, ոչ թե մարմնի ու արյան դեմ, այլ հոգևոր իշխանությունների եւ խավարի ուժերի դեմ։ Եվ այսպես, եթե մենք ֆիզիկապես ենք պատերազմում, հա, մենք գիտենք, մեր երկիրը ունի բանակ, մնացած երկիրները ունեն բանակներ, եթե պատերազմ կա, եթե բանակ կա, եւ նրանք պետք է ունենան նույնպես համապատասխան զենքեր։ Եվ այսպես նույնպես քրիստոնյաների համար, հոգևոր պայքարի համար կան զենքեր։ Եվ այսպես եկեք մի փոքր անդրադառնանք եւ նայենք որոնք են այդ զենքերը։ Եվ այսպես Եփեսացիս 6-րդ գլխում գրվում է այս բաները զենքերի մասին։ Եկեք միասին նայենք Եփեսացիս 12-րդ 6-րդ գլխի 12-րդ խոսքից, որովհետև մեր պատերազմը արյունի եւ մարմնի հետ չի, այլ իշխանությունների, պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար ոգիների հետ, որ երկնավորների մեջ են։ Սրա համար Աստծո սպառազինությունը առեք, որ կարող լինեք հակառակ կենալ
չարության օրում ամենը կատարելով հաստատ կանգնեցեք։ Ես Պողոս առաքյալը Եփեսացիներին ուղղված թղթում եւ հավատում եմ, որ ոչ միայն սա Եփեսոսում գտնվող եկեղեցու անդամներին էր վերաբերվում, այլ սա վերաբերում է բոլոր քրիստոնյաներին։ Չար օրերում, որովհետեւ կարողանա կանգնել հակառակ, ոչ միայն չպարտվել, այլ կանգնել, պայքարել եւ նույնպես հաղթել, որովհետեւ մեր կյանքերը իրանք միշտ պայքարի մեջ են։ Գիտես, ամեն ժամանակ մենք պայքարում ենք։ Մեկը պայքարում է իր հպարտության դեմ, մեկը պայքարում է իր եսի դեմ, մեկը պայքարում է հիվանդության դեմ, մեկը պայքարում է սատանայի դեմ, գիտես այդ պայքարը կարծես թե անընդհատ եւ անվերջ է մեր կյանքերի մեջ, բայց մենք պետք է հասկանանք, որպես քրիստոնյաներ, եթե մենք ուզում ենք մինչև վերջ գնալ, մենք պետք է պատերազմենք մեր բարի պատերազմը։ Գիտես, պատերազմում նույնպես մարդիկ վիրավորվում են։ Պատերազմում նույնպես ունենում են դժվար իրավիճակներ, բայց գիտես, վերջը հաղթական է։ Ինչի, որովհետև Տեր Հիսուսը հաղթեց խաչի վրա եւ այդ հաղթանակը տվեց ամեն իրան հավատացողներին։ Եվ այսպես Աստծո սպառազինությունը դա այն բանը, որը մեզ կպաշտպանի առաջի հերթին եւ երկրորդը մեզ կօգնի, որպեսզի մենք հաղթողներ դուրս գանք ամեն մի պատերազմից։ Եկեք նայենք ուրեմն սկսում է 13-րդ խոսքի 14-րդ խոսքից արդ հաստատ կանգնեցեք ձեր մեջքերը ճշմարտությամբ գոտևորված։ Գիտես, շատ կարևոր է, որպեսզի մեր գոտիները մեջքներին կապած ճշմարտություն լինի։ Այսինքն շատ կարևոր է, որ մեր կյանքերում սուտ տեղ չունենա։ Սուտը ինքը թուլացնելու է մեր կյանքի մեր մեջքերը եւ մենք ել ավելի խոցելի ենք դառնալու։ Սիրելիս, ուրեմն բարի պատերազմը պատերազմելու համար մենք պետք է վերանայենք մեր կյանքերը։ Այնպես չի, որ մենք ապրենք այնպես, ինչպես որ մենք ենք, մեր մարմինն է ուզում, մարմնի ցանկություններով եւ ասենք, բա մենք պատերազմի մեջ ենք։ Այո, պատերազմի մեջ ենք, բայց գիտես, պատերազմը ունի իր օրենքները։ Պատերազմը ունի իր օրենքները եւ հոգեվոր պատերազմը սա այսպեսին է, մեջքներից մենք պետք է ունենանք ճշմարտության գոտիները կապած, արդարության զրահը հագած։ Գիտես, մեր կյանքում արդարություն պետք է լինի, մենք պետք է արդարության հետևից գնանք։ Եթե մեր կյանքում արդարություն չլինի, պատկերացրու մեր զրահի վրա անցքեր կլինեն, որտեղից թշնամին կարա նետահարի մեզ, որտեղից թշնամին կարա խոցի մեզ, եւ դա շատ ցավոտ է լինելու մեր համար։ Եվ երբ որ Պողոսը ասում էր, Պողոս առաքյալը, երբ որ ասում էր իմ բարի պատերազմը պատերազմել եմ, նա այս բաները նկատի ուներ, որ իր մեջքին գոտի կար կապած ճշմարտության եւ արդարության զրահ էր հագած։ Հաջորդ բանը, որ նշվում է, եւ ձեր ոտները կոշիկ հագած խաղաղության ավետարանի պատրաստությունով։ Գիտես, սիրելիս, մեր ոտքերը պետք է գնան ավետարանի ճանապարհների մեջ։ Գիտես, այստեղ կոչը այսպեսին է, դու օգտագործիր այդ զենքը։ Որ զենքն է, ավետարանը քարոզելու զենքը։ Այդ պատրաստակամությունը, որ դու միշտ պատրաստ լինես ավետարանի խոսքը տանելու։ Հալելույա, փառք Աստծո։ Եվ ամենի վրա հավատքի վահանը առեք, որ կարող լինեք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել։ Գիտես, շատ կարևոր այս վահանը։ Կարծես թե դա հարձակվողական զենք չի, բայց սա պաշտպանողական զենք է։ Գիտես, հավատքը շատ կարևոր է։ Ես մի քիչ հետո կխոսամ հավատքի մասին նույնպես, բայց գիտես, պատերազմի մեջ այնպես չի, որ դու մի հատ զենք ունենաս եւ այդ զենքով պայքարես։ Դու պետք է ունենաս շատ զենքեր, որոնք որ երբ որ ամբողջը դու օգտագործես, դու կունենաս գերբնական պաշտպանություն եւ չար բան չի մոտենա քեզ։ Եվ եթե մոտենա, միևնույնն է, դու հաղթանակով դուրս կգաս այդտեղից։ Ամեն, հալելույա, փառք Աստծուն։ Եվ փրկության սաղավարտ առեք, եւ հոգու սուրը, որ Աստծո խոսքն է, եւ ամեն աղոթքով եւ աղաչանքով աղոթք արեք ամեն ժամանակ հոգով, եւ սրանով հսկեցեք բոլոր հարատեվությամբ եւ աղաչանքով ամեն սուրբերի համար։ Եվ այստեղ նույնպես գրված է փրկության սաղավարտի համար, հոգու սուրի, որը որ Աստծո խոսքն է, եւ ամենավերջի զենքը, որը որ այստեղ նշված է, ամեն աղոթքով եւ աղաչանքով, սիրելիս։ Գիտես, աղոթքը եւ աղաչանքը դա նույնպես զենք է, դա նույնպես մտնում է այդ զենքերի մեջ, որը որ պաշտպանում է քեզ, որը որ հարձակվում է, որը որ դու կարող ես օգտագործել հարձակվելու համար։
Գիտես, մեր կյանքերը տարբեր իրավիճակների մեջով են անցնում, բայց սիրելիս, Տերը մեզ կոչ անում, որպեսզի մենք մեր բարի պատերազմը պատերազմենք, մենք անցնենք առաջ, ունենանք հաղթանակներ։ Գիտես, պատերազմից մենք չենք կարող փախչել, բայց գիտես, սիրելիս, Տերը սովորացնում է մեզ պատերազմել եւ այդ պատերազմի մեջ ունենալ հաղթանակ։ Եվ ինչպես Պողոս առաքյալը այստեղ խոսում է, իմ բարի պատերազմը պատերազմեցի։ Գիտես, դա ստանդարտ պատերազմ չի։ Դա այնպես չի, որ ասում ես սա առաջինն է լինելու, երկրորդը, երրորդը, ամեն մեկի համար դա յուրովի է, դա տարբերվում է։ Մեկը մի ուրիշ պատերազմի մեջով անցնում, մեկը ուրիշ խնդիրների մեջով անցնում, մեկը պիտի հաղթահարի այն հիվանդությունը, որ ինքը ունի, մյուսը պետք է հաղթահարի իր հպարտությունը, իր եսը, մյուսը պիտի հաղթահարի գայթակղությունը։ Գիտես, որտեղ ամեն ժամանակ, երբ որ մարդ ընդունում է Հիսուսին իր կյանքի մեջ եւ սկսում է Քրիստոսի հետ քայլել, գիտես, բոլոր կողմերից այդ նետերը գալիս է թշնամու։ Գայթակղությունն է գալի, մեղքի ցանկությունն է գալի, գողանալու ցանկությունն է գալի, սուտ խոսալու ցանկություն, այդ բոլոր նետերը սկսում են հարձակվել մարդու վրա։ Եվ գիտես, գալիս են տարբեր առաջարկներ, խախտելու պատվիրանները, խախտելու Աստծո օրենքը։ Սիրելիս, մենք պետք է այնքան ուժեղանանք եւ ուժեղ լինենք, որ կարողանանք մեր հավատքի վահանով կանգնացնել այդ ամեն ինչը, որ ոչ մի սուտ, ամեն, որ ոչ մի ցանկություն մեղ գործելու, ոչ մի գայթակղություն տեղ չունենա մեր կյանքերի մեջ։ Եվ մենք ամեն ժամանակ հաղթողներ լինենք։ Սիրելիս, եթե չկա պայքար, ուրեմն չկա հաղթանակ։ Եվ եթե դու պայքարի մեջ ես, ես ողջունում եմ քեզ եւ ես քեզ օրհնում եմ Հիսուսի անունով, որ դու հաղթանակներ ունենաս, որ դու քո բարի պատերազմը մինչև վերջ պատերազմես։ Ափսոս, սա ափսոսանքով եմ ասում, ես գիտեմ շատ մարդկանց, ճանաչում եմ շատ մարդկանց, ովքեր պատերազմի կեսից թուլանում են եւ ընկնում են։ Ես ճանաչում եմ ափսոս այդ մարդկանց համար, որ շատ գերբնական ձևի սկսեցին, հաղթական ձևի սկսեցին, բայց գիտես գնալով ընթացքում թուլացան։ Թույլ տվեցին, որպեսզի մեղքը գա իրանց կյանքի մեջ։ Թույլ տվեցին, որպեսզի գայթակղությունը գա իրանց կյանքի մեջ։ Այո, կան քրիստոնյաներ, որոնք ապրում են մեղքի մեջ։ Կան քրիստոնյաներ, որոնք մի ժամանակ հաղթողներ են եղել, մի ժամանակ հզոր զինվորներ են եղել, բայց այսօր սատանան զավթել է նրանց։ Գիտես ինչի, որտեղ նրանք թույլ են տվել, նրանք թուլացել են այդ պատերազմի ընթացքում։ Փոքր քայլերով, կաթիլ, ինչպես ասում են, ամեն մի փոքր սուտ, հետո մի փոքր գողություն, հետո մի փոքր գայթակղություն, հետո մի փոքր մի ուրիշ մեղքը, հետո մի ուրիշ մեղքը ու ամբողջությամբ քայլ առ քայլ, ինչ որ ժամանակ հետո տեսնում ես, որ այդ պատերազմող զինվորից, որ Աստծո բանակի մեջ էր, իդեպ որի հրամանատարը Հիսուս Քրիստոսն է, դու տեսնում ես, որ այդ զինվորը դուրս է այդ բանակից եկել։ Դու տեսնում ես, որ այդ զինվորը էլ չի պայքարում, թողել է բախտի քմահաճույքի իր կյանքը, իր քրիստոնեական կյանքը, բայց երբ որ խոսք է լինում, ասում է ես քրիստոնյա եմ, ես այս եմ արել, մյուսն եմ արել, հաղթանակներ եմ ունեցել, սիրելիս, շատ լավ է, բայց այստեղ Պողոս առաքյալի խոսքը ես նորից պետք է մեջ բերեմ, նա արդեն իր կյանքի ավարտին էր հասել եւ նա ասում էր, սիրելիս, ես հասել եմ իմ ավարտին, բայց ես իմ բարի պատերազմը պատերազմել եմ ու չեմ թուլացել։ Պատերազմել եմ ու չեմ նահանջել։ Այո, միգուցե կլինեն պարտություններ այդ պատերազմի մեջ, բայց սիրելիս, գիտես, ով որ չի պատերազմում, նա չի պարտվի։ Բայց ով որ պատերազմում, նա նույնպես ունենում է հաղթանակներ, նա նույնպես գնում է առաջ եւ ունենում է Տիրոջից օրհնություններ։ Եվ այսպես սիրելիս, քեզ կոչ եմ անում, որպեսզի դու պինդ կանգնես քո ոտքերի վրա եւ այս խոսքը, որ Պողոս առաքյալը խոսում է այստեղ, բարի պատերազմը պատերազմելու համար, սիրելիս, մի թուլացիր, խնդրում եմ, պայքարիր, որովհետեւ հաղթանակը շատ մոտ է, որովհետեւ հաղթանակը շատ մոտ է։ Պատկերացրու, որ երբ որ պատերազմ էր, համաշխարհային պատերազմն էր, պատկերացրու, որ մենք գիտենք, որ 45 թվականին ամեն ինչ ավարտվեց, ուզում եմ պատկերացնես, որ 44 թվականի, եթե վերջը լինի, կամ 45 թվականի սկզբերը ու բոլորը հոգներին ասեին վերջ, մենք էլ չենք կարողանում։ Սիրելիս, պետք է մի փոքր էլ դիմանալ, պետք է մի փոքր էլ քայլել, պետք է մի փոքր էլ պայքարել եւ հաղթանակը մոտիկ է։ Ինչի, որտեվ Տեր Հիսուսը հաղթեց խաչի վրա եւ այդ հաղթանակը տվեց քեզ։ Հալելույա, փառք Աստծուն։
Մի փոքր ցանկանում երկրորդ կետի մասին խոսալ, ընթացքս կատարեցի։ Ես պատկերացնում եմ, որ այդ ընթացքը դա մեր կյանքն է, որը որ մենք ապրում ենք։ Ինչ որ մեկի համար 20 տարի, ինչ որ մեկի համար 50 տարի, ինչ որ մեկի համար 100 տարի, տարբեր մարդկանց մոտ տարբեր է, բայց այս ընթացքը Տերը մեզ կոչ անում, որ մենք պատվով անցնենք, որ մենք հասկանանք, որ այս ընթացքը շատ կարևոր է մեր համար։ Այո, դժվարություններ կան, մենք անցնում ենք այդ ընթացքը եւ մենք հասկանում ենք, որ մենք ուրիշ տարբերակ չունենք։ Մենք պետք է քայլենք Հիսուսի հետ, մենք պետք է գնանք նրա ճանապարհների մեջ, մենք պետք է ունենանք այն, ինչ որ Տերը ցանկանում է դնել մեր կյանքերի մեջ։ Միտեղ, որը որ ցանկանում եմ կարդալ, դա Հովհաննեսի ավետարանն է, 15-րդ գլուխ, այստեղ Հովհաննեսը գրում է 16-րդ խոսքում հետևյալը. ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ընտրեցի ձեզ, եւ ձեզ դրի, որ դուք գնաք ու պտուղ բերեք, եւ ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ իմ հորից խնդրեք իմ անունով, տա ձեզ։ Սիրելիս, սա Տերն է ընտրել մեզ։ Եթե մենք մտածում ենք, որ մենք ենք ընտրել, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Այստեղ Աստծո խոսքը ասում է, որ Տերն է ընտրել մեզ եւ դրել է մեզ այս ընթացքի մեջ։ Հալելույա, փառք Աստծո Տիրոջ ընտրության համար։ Տերը չի սխալվում իր ընտրության մեջ։ Նա դրել է եւ մենք գնում ենք այս ընթացքի մեջ։ Ես սիրելիս քեզ կոչ եմ անում, որ դու չթուլանաս, որ դու չկանգնես, որ դու չհոգնես, չձանձրանաս, չհիասթափվես։ Այո, քրիստոնեական կյանքը միգուցե դժվար կյանք է։ Դու գնում ես ու աշխարհը քեզ չի հասկանում։ Տարբեր ձևերի, տարբեր միջոցներով նեղում են քեզ, բայց մենք գիտենք, որ վերջը հաղթական է, վերջը հաղթանակ է։ Այս ընթացքի վերջում Տեր Հիսուսն է սպասում մեզ։ Այնպես որ սիրելիս քեզ կոչ եմ անում չհանձնվելու, չձանձրանալու եւ չհիասթափվելու։ Քայլիր քո ճանապարհով, որովհետեւ վերջում քեզ հաղթանակ է սպասում։ Վերջում քեզ սպասում է Տեր Հիսուսը ինքը եւ նա ինքը քեզ կընդունի։ Հալելույա, փառք Աստծուն։ Եվ երրորդ բանը, ինչ որ Պողոս առաքյալը այստեղ խոսում էր, դա հավատքն է։ Նա խոսում է հավատքս պահեցի։ Եթե նա խոսում է, որ հավատքը պահեցի, դա նշանակում է կային բաներ, որոնք որ ուզում էին գողանային այդ հավատքը։ Եվ ես ուզում եմ քեզ ասել նույնպես ցավոք, որ շատ քրիստոնյաներից սատանան գողացել է հավատքը։ Սիրելիս, մենք պետք է պահենք մեր հավատքը։ Մենք պետք է ոչ թե պահենք, այլ մենք պետք է ավելացնենք, մենք պետք է հսկենք մեր հավատքը, մենք պետք է ուղղակի շատ ուշադրություն դարձնենք դրան, որովհետև երբ որ նայում ես հավատքի մասին մի քանի տեղ պարզապես կասեմ Հռոմեացիս 12-րդ գլխում 3-րդ խոսքում գրված է, որ Տերը ամեն մեկից հավատքի չափ է տվել։ Ամեն մեկից, որ գալիս է Հիսուսի մոտ, Տերը հավատքի չափ է տալիս։ Գիտես, միգուցե մեկին մի փոքր ավել է տալիս, այն մյուսին մի փոքր ավելի պակաս է տալիս, բայց Տերը ամեն մեկից է հավատք տալիս։ Եվ ես հաճախ լսում եմ այսպիսի արտահայտություններ, հավատք չունեմ ես։ Դա սուտ է, սիրելիս, դա սատանայի սուտն է։ Տերը հավատք է տվել քեզ։ Եվ Հռոմեացիս 10-րդ գլխի 17-րդ խոսքում գրված է, որ հավատքը գալիս է լսելուց ու լսելը Աստծո խոսքից։ Այսինքն, երբ որ մենք Աստծո խոսքը լսում ենք, կարդում ենք, աղոթում ենք, նայում ենք, դիտում ենք, չգիտեմ, Աստծո խոսքը թույլ ենք տալ, որ լցվի մեր մեջ, գիտես ինչ է լինում, մեր հավատքի չափը աճում է, մեր հավատքը բարձրանում է, եւ մենք ել ավելի զորավոր մարդիկ ենք լինում Հիսուս Քրիստոսի մեջ։ Բայց կա թշնամի, կա հակառակորդ, Սատանան, որ ամեն ժամանակ ցանկանում է մեր հավատքը գողանա մեզանից։ Գիտես, եթե գողը մտնում է տուն ֆիզիկապես, հա, եթե գողը գնում է ինչ-որ մեկին թալանելու, նա թալանում է, նա գողանում է թանկարժեք բաները։ Այսինքն այն, ինչը որ շատ թանկ գին ունի այս աշխարհում։ Գիտես, երբ որ Սատանան գալիս է մեզանից ինչ-որ բան տանելու, նա չի տանում ոսկին, չի տանում դրամը, նա գողանում է հավատքը։ Ինչի նա գողանում է հավատքը, որտեղ հավատքը դա հուսացած բաների հաստատությունն է։ Գիտես, երբ որ մարդը կորցնում է հավատքը, հույս չունի, նա շատ խոցելի է։ Նա շատ տկար է, եւ այդ մարդուն հաղթելը շատ հեշտ է։ Եվ այսպես ելից քեզ կոչ եմ անում, որպեսզի ես ու դու պարզապես նայենք
Պողոս առաքյալի տված այս խորհուրդը, այս պատվիրանը կամ այս հրահանգը կամ այս օրինակը, լավ օրինակ է սա պարզապես ամեն մի քրիստոնյայի համար, բարի պատերազմը պատերազմելու։ Սիրելիս, պատերազմի, արի միասին պատերազմենք մեր առջև դրված պատերազմը։ Եկ անցնենք ընթացքը, այն ընթացքը, որ Տերը ինքն է դրել մեր կյանքերի մեջ, կամ ավելի ճիշտ ասած, մեզ է դրել այդ ընթացքի մեջ։ Եկեք ուղղակի պահենք մեր հավատքը, որը որ զորավոր է, որը որ շարժում է ամբողջ հոգևոր աշխարհը, եւ սատանան իհարկե ուզում է գողանա այդ հավատքը։ Եթե քո կյանքում ինչ-որ բան այնպես չի, եկ կարճ աղոթենք ու խնդրենք Տիրոջը, որ Տերը սովորացնի մեզ ինչպես պատերազմել, ինչպես անցնել եւ ինչպես պահել հավատքը։ Շնորհակալություն սիրելի Հիսուս, մենք քեզ փառք ենք տալիս Տեր, գոհանում ենք քեզանից քո անսահման սիրո, շնորհքի ու ողորմության համար։ Տեր, խնդրում ենք քեզ, սովորացրու մեզ պատերազմել բարի պատերազմը մեր կյանքերի մեջ, անցնել ընթացքը եւ պահել հավատքը։ Շնորհակալություն քեզ Հիսուս։ Ամեն։ Հալելույա։ Փառք Աստծուն, Տերը օրհնի քեզ։